Իրանի իշխանությունները երեքօրյա սուկ են հայտարարել ի պատիվ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների։ Տեղեկատվական գործակալություն ԹԱՍԻՄ-ը տարածում է տեղեկություն, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը խորապես ցնցված է զոհերի պատճառով։ Մասշտաբային բողոքի ցույցերին զուգահեռ այսօր Իրանում կանցկացվի նաև իշխանություններին աջակցող հակացույց։ Ցույցի ուղերձը կլինի ապստամբների և զինված ահաբեկիչների գործողությունների դատապարտումը։ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 2 շաբաթ։ Ամենասկզբում Թեհրանի փողոցները խանութների վաճառողները դուրս էին եկել իրանական արժույթի արժեզրկման պատճառով։ Նրանց միացան նաև ուսանողները և բողոքը վերածվեց լայնամասշտաբ ցույցերի։ ԱՄՆ-ում հիմնադրված մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների տեղեկատվական գործակալության տեղեկությամբ Իրանում ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 538 մարդ, որոնցից 490-ը ակտիվիստներ են, իսկ 48-ը Իրանի անվտանգության ծառայությունների աշխատակիցները։ Ձերբակալված է մոտ 10,000 ակտիվիստ։ 66 միջազգային կազմակերպությունների լքման վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշման մասին պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը Թբիլիսիում արձագանքում են։ Կառավարող թիմը Ամերիկայի դուրս գալը 66 կազմակերպություններից կոչում է ճիշտ որոշում։ Վրացական երազանքում հիշեցնում են Վենետիկի հանձնաժողովի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ և նշում, որ դա քաղաքական զենք էր Վրաստանի դեմ։ Իսկ ընդդիմության մի մասը նահանգների որոշումը համարում է Ամերիկայի ներքին գործը։ Նրանց խոսքով Վրաստանը հայտարարել է Եվրամիության անդամակցության ցանկություն և գտնում են, որ Վրաստանը պետք է լինի ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ մյուս կազմակերպությունների տարածքի մի մասը։ Ինչ վերաբերում է Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, նրա խոսքով միջազգային համակարգը ծանրաբեռնված է հարյուրավոր անթափանց կազմակերպություններով, որոնք ունեն չափազանցված մանդատներ, ոչ արդյունավետ արդյունքներ և վատ կառավարում։ Այդ թվում նա հիշատակում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունը և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիան, որոնք նրա խոսքով տարածում են անարդյունավետություն կամ չարություն։ Պետքարտուղարի խոսքով դա չի նշանակում, որ Ամերիկան աշխարհին մեջքով է շրջվում։ Պարզապես Թրամփի վարչակազմը պահանջում է իրական արդյունքներ ինստիտուտներից։ Ինչ ծրագիր ունի ընդդիմությունը։ Հարցը կրկին արդիական է վրացական քաղաքական կուսակցությունների շրջանում։ Այս անգամ միասնության նախաձեռնողը քիչ առաջ բանտից դուրս եկած Զուրաբ Գիրչի Ջափարիձեն է։ Գիրչի ավելի շատ ազատության առաջնորդը խոսում է ուժերը միավորելու անհրաժեշտության մասին և հաստատում, որ վարում է խորհրդակցություններ։ Խորհրդակցություններին մասնակցում են Ազգային շարժումը և Փոփոխությունների համար կոալիցիան։ Ազգային շարժման հայտարարությամբ վրացական երազանքի կառավարումը ավարտելու համար անհրաժեշտ են համատեղ արդյունավետ քայլեր։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե ովքեր կցանկանան միանալ նոր միասնությանը։ Իշխող թիմը համոզված է, որ հակառակորդները ամեն ինչ անում են արտաքին դերակատարների առաջադրանքներին համապատասխան։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ պաշտոնական Բուդապեշտը մերժում է Բրյուսելի պահանջը, ըստ որի հաջորդ տասնամյակում բլոկը Ուկրաինային պետք է տրամադրի 800 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն։ Նրա խոսքով այս ուղին Եվրոպային թուլացնում է և տանում դեպի տնտեսական փլուզում։ Բաքուրյանիում ավարտվել է Ախալցիխեի քաղաքապետարանի կազմակերպած երիտասարդական ճամբարը։ Ախալցիխեի քաղաքապետարանի քաղաքապետ Վարլամ Ծիգլաուրին առաջին տեղակալի և Սակրեբուլոյի խորհրդի նախագահի հետ միասին այցելել է ձմեռային ճամբար և հանդիպել ախալցիխեցի մասնակիցների հետ։ Տեղական ինքնակառավարման ղեկավար անձինք պարգևատրել են տարբեր միջոցառումների հաղթող մասնակիցներին։ Երկօրյա ձմեռային ճամբարին մասնակցել է 60 երիտասարդ։